Երբ ու որտեղ կստորագրեն խաղաղության փաստաթուղթը հարցն այլևս միամիտ է թվում։ Բաքվից երեկ ասում էին տեքստը համաձայնեցված պատրաստ է, այսօր ասում են վաղ է ստորագրման վայրի հարց քննարկելը։ Ասում էին 17 կետանոց փաստաթղթի 15 հոդվածը համաձայնեցված են, 2-ն են մնացել։ Երեկ իմացանք, որ այդ 2-ն էլ համաձայնեցրել են։ Հայաստանը հետ կկանչի միջազգային դատական հայցերը ընդդեմ Ադրբեջանի եւ եվրադիտորդները Բաքվի պահանջով կհեռանան հայ-ադրբեջանական սահմանից, բայց հիմա էլ պարզվում է նրանք էլի պահանջ պայմաններ ունեն։ Փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն է թվարկել։ Ադրբեջանական կողմը այժմ սպասում է Հայաստանի սահմանադրության համապատասխան փոփոխություններին, որ հանեն 1990-ականներից ի վեր մեր ինքնիշխան տարածքների նկատմամբ պահանջները եւ լուծարեն Մինսկի խումբը։ Ադրբեջանական կողմը դա արդեն տևական ժամանակ առաջարկում էր, համարելով, որ հակամարտությունը լուծված է։ Ցավոք հայկական կողմը մինչև օրս չի միացել համատեղ կոչին։ Հուսով ենք, որ Հայաստանը մեզ կտեղեկացնի իր իրական մտադրությունների մասին։ Հաշվի առնելով Հայաստանում ռևանշիստական ուժերի գործունեությունը, մենք սա լուրջ ռիսկ ենք համարում։ Մասնագետները երեկվանից են հետևում իրադարձությունների զարգացմանը։ Քաղաքագետն ասում է, որևէ ադրբեջանցուց չի լսել ստորագրման պատրաստակամության մասին հայտարարություն, ոչ միայն տեղ, ժամ ու վայր չէին նշում, այլև չեն համաձայնել փաստորեն փաստաթղթի համաձայնեցված լինելու մասին հայկական կողմի հետ համատեղ հայտարարել։ Տեքստը պատրաստ է։ Քիվեստում տեքստը պատրաստ չի եղել, Կազանում տեքստը պատրաստ չի եղել։ Ամերիկայի նախագահան նամակագրում զանգում շնորհավորում է, Ֆրանսիայի նախագահան հեռախոսով խոսում է, Ռուսաստանի նախագահան ասել Կազան, որ գնա ստորագրին։ Ալիևը չգիտես ինչու չի վստահում հայկական կողմին, թեպետ ինչ պահանջել ըստ էության հասել է ուզածին։ Հիմա ասում է գրեք, ստորագրեք, թուղթ եմ ուզում, որ հավատամ ձեր խոսքերին։ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է 0-ականին, դրա համար մենք չենք վստահում նրանց խոսքերին, որովհետև սրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, այդ թվում այսօրվա կառավարությանը։ Կրկին, նրանց ասածներից ոչինչ մեզ համար ոչինչ չի նշանակում։ Փաստաթղթեր են պետք, թղթեր են պետք։ Մենք պետք է ապահովենք, որ նրանց սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չպարունակի։ Այնտեղ դրանք դեռ առկա են։ Մեզ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի։ Սա մեր ուղերձն է Հայաստանին։ Խաղաղությունից են խոսում ու շեշտակի ավելացնում ռազմական ծախսերը։ Ադրբեջանը 2024-ին պաշտպանության վրա ծախսել է 4 միլիարդ դոլար, ինչը 707 միլիոն մանատ կամ 12% ավելի է, քան նախորդող 2023-ի ծախսերը։ Այդ երկրի վարչապետ Ալի Ասադովն է մեջլիսում հայտարարել։ Մասնագետները տարակուսած են, Բաքուն դարձյալ մանևրում է, խաբում ըստ էության։ Հարցնում են՝ կար հանրային պահանջ կամ մանդատ միանձնյա որոշելու հայցերը հետ կանչել միջազգային ատյաններից, հատկապես եթե Ալիևի մտքին ստորագրել ամենևին էլ չկա։ Իսկ Երևանն ամենաբարձր մակարդակով է ասել, որ նույնիսկ ստորագրումը Ալիևյան ագրեսիայի բացառման երաշխիք չէ։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։